Բարևներ, թեքում եմ կամերան, որ ձայնս գրվի։ Ես նորից եմ դիմում, միթե մեկը չկա փաստաբաններից, որ ինձ օգնի։ Ես հիշեցնեմ, որ ուրեմն հարցը ինչու՞մ է։ Անձնագրիս ժամկետը լրացել է դեռ մայիսի։ Եվ օրենքն էլ այնպիսին է, որ իրանք այդ դեսպանատան բանում արտգործնախարարության կայքում կա, իրանք ուղարկում են, հատուկ ծառայությունը, որը ուղարկում են։ Իհարկե ինձ այս երկրները հենց սենց որտեղ ես գտնվում եմ, որտեղ հյուպատոսարան բան չկա։ Իրանք արհամարում են, ասենք չեն կամ դեսպանատները ես շատ անգամ եմ պատմել, հենց իմ ձայնը լսում են, կապը կտրում են ինձ, որտեղ Ղախպա Տականք Փաշինյանը հրահանգել է ինձ, ասենք հանցագործություն կատարել նկատմամբ անձնագրի չտրամադրել, հասկանում եք։ Հիմա միթե մեկը չկա փաստաբաններից, որ ինձ օգնի մի ձև ասենք չկա, որ ազդի, որ մի հարցը գումարի մեջ չէ, կամ էլ այդ ոնց ասեմ, միտեղ բողոքարկի մի բան, հարցը գումարի մեջ չի, հետո որ հա, ես պատմել էի արդեն, ինչ $1000 արա, Կիշինյովում $10 ընդհանուր, հարցը դրանում ես անշնորհակալը չեմ, բայց միթե մեկը չկա, այդ կան, տեսեք, մի կողմից ես, այստեղ հայաստանցի, առանց անձնագրի, ուրեմն իմ նկատմամբ սենց հանցագործություն է կատարվում, հանցագործություններից մեկն է սա։ Եվ մյուս կողմից այդ տականքները թալանչիները, տեսեք ինչքան փաստաբաններ ուներ այդ Ղախպա այդ Քոչարյան, Մոչարյան այդ տականքները, սրիկաները, տեսեք ինչքան փաստաբաններ կան։ Ուրեմն էս է Հայաստանը։ Ես մեկ անգամ էլ եմ դիմում, էլի։ Էլ չեմ ասում, լավ, անվճար չէ, բայց ունես մի հատ հետո ռաշոտ կլնենք, ոնց ասեմ, ես չգիտեմ ոնց ասեմ։ Մարդու կոչված իբր իրավունքների դիմել եմ, այդ Փաշինյանի սրիկաններն են, դրանք էլ կապը խլտ, то есть լիովին հանցագործ Ղախպեկ էլի, բայց մեկը չկա, միգուցե մի ձև կա, որ դրանց վրան ազդել, էլի, ես հիմա նորից դիմում եմ փաստաբանների, այսքան բան, ինչ ասեմ էլ, կրկնվել է, էլի, պետք